եղել է կա եւ կլինի Հայաստանի Հանրապետության արտաքանելի մասը։ Ամբողջը Զանգերից մինչև Արաքսգետի հունիկ կեսը, որը օրենքով գիտեք, որ սահմանը կեսը մերն է, գետի կես։ Հիմա սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մենք պետք է կենտրոնանանք աշխատանքի։ Հայ իմիջայլով ժողովրդան, հետ էլ ասեմ։ Այո, մենք գիտենք, որ որոշակի տարածքների հետ կապված մենք խնդիր ունենք, մենք այդ դրա մասին խոսում ենք, բայց ես ուզում եմ արձանագրել, որ որևէ մեկը չկասկածեք, որ սահմանազատման գործընթացով այդ խնդիրը լուծվել է, այդ խնդիրը դե յուրե արդեն լուծվել է, որովհետև 2022 թվականի սեպտեմբերին ստորագրվեց եւ հոկտեմբերին եւ Հայաստանում եւ Ադրբեջանում վավերացվեց երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը երկու երկրներում ուշադրություն դարձրեք, ունի պարտադիր իրավական ուժ եւ այնտեղ արձանագրված է Ալմա Աթայի հռչակագիրը, որպես երկու երկրների սահմանազատման բազային սկզբունք։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ սահմանազատման արդյունքում մենք խորհրդային միության ժամանակ սահմանը ոնց գնացել է, ճշգրիտ սահմանը այդպես գնալու է։ Եվ այն տեղերում, որտեղ մենք որոշ հարցեր ունենք, այս տրամաբանությամբ լուծվելու այդ հարցերը։ Խնդրում եմ չկասկածեք եւ ընդհանրապես ժամանակն է, որ մենք այս մտավախությունների եւ անորոշությունների էջը փակենք, որովհետեւ եկել է այն ապագան, որի մասին ես ձեզ հետ խոսում եմ 2021 թվականին, եւ այդ ապագայի մեջ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ազատ, երջանիկ եւ ապագային անվտանգ բարեկեցիկ երկիր է եւ մեր բարեկեցությունը ամեն օրվա եւ ամեն տարվա հետ աճելու է։ Եվ ամենակարևոր էս ամեն ինչը ինչ է նշանակում, էս ամեն ինչը նշանակում է, էս երկար, ինչքան եմ խոսում, արդեն ագին խոսում եմ, իրականում կարելի է էս ամեն ինչը բնորոշել եւ բնութագրել մի բառով։ Եվ այդ մի բառը գիտեք որ բառն է։ Այդ բառը խաղաղությունն է, որովհետև խաղաղությունը ես եկել եմ ասել ժողովուրդ, որ խաղաղությունը եկել է։ Այս երեխեքը հանկարծ չմտածեք, թե այս երեխեքը տենց բարձր գոչումներով ինձ են դիմավորում, ոչ, նրանք բարձր գոչումներով խաղաղությանն են դիմավորում, նրանք դիմավորում են իրենց ապագային, նրանք վստահ են, նրանք արտահայտում են իրենց վստահությունը, որ իրենք հարյուրամյակներով, դարերով, մենք սերունդ ես պետություն, ես հայրենիքը փոխանցելու ենք իրանք հաջորդ սերնդին, նրա հաջորդ սերնդին եւ 1000 տարի հետո պատմության գրքերում գրելու են ձեր մասին, որպես մի սերունդ, որ տերը կանգնել իր պետությանը, իր անկախությանը, իր ինքնիշխանությանը, իր երեխաների ապագային։ Դա դուք եք այդ պատմության հեղինակը եւ դուք պետք է պաշտպանեք ձեր պատմությունը ոտնձգություններից, որովհետեւ այսօր բոլոր կողմերից ուզում են ձեր պատմությունը, ձեր խաղաղության պատմությունը, ձեր բարեկեցության եւ անվտանգության պատմությունը, ապագայի ձեր պատմությունը ուզում են ձեր ձեռքից խլեն եւ ես համոզված եմ դուք թույլ չեք տալու դա Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետությունում մենք երկար ժամանակ պայքարել ենք մի իրադրության դեմ, երբ որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանել է մի շատ փոքր խմբի, բայց մենք այդ իրադրությունը անշրջելի ենք փոխել ժողովուրդ, անշրջելի, որովհետև հիմա արդեն Հայաստանում իշխանությունը չի պատկանում մի փոքր խմբակի, այլ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը
պատկանում է ում Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է մի մարդու է պատկանում Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը մի մարդու է պատկանում Հայաստանի իշխանությունը եւ գիտեք ով այդ մարդը Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն իշխանությունը պատկանում է մի մարդու ընդամենը մի մարդու եւ այդ մեկ մարդը դու ես 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 եւ այդ բոլոր մարդկանց համախումբն է որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ ժողովուրդ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի Հիմա երեխեք, հիմա եկեք երեխեք բոլորդ, մի հատ խնդրում եմ, առաջ, երեխեք եկեք բոլորդ իմ դիմաց, և որ 2026-ը գիտեք ինչ է երեխեք, 2026, 2026-ն է դենց հանգավորած ենք ասում, 2026 Եվ ուրեմն այս ամենը արձանագրելով ես համոզված եմ որ մեկ մարդը այդ մեկ մարդը որին պատկանում է Հայաստանի Հանրապետությունում